Պարոն Մամիջանյան, Նյուզեմ տեղեկություն հրապարակեց, որ Հայաստանում Իրանի դեսպանատունը այսպես իր խողովակներով իշխանություններին այսպես հասկացրել է, որ մենք դժգոհ ենք, այսպես հատկապես Փաշինյանի այսպես արձագանքին, հատկապես Իրանի հոգևոր առաջնորդի մահվանը, եւ գիտենք Ալիև օրինակ գնացել մասնակցել է, ցավակցել է այսպես Իրանի դեսպանատան եւ Արմեն Աշոտյանն էլ էր այս մասին գրառում արել, թե մոտավորապես այսպես ինչումն է զադյարժ կամ որ չի գնում։ Ձեր կարծիքով ինչու է այս պահին իշխանությունը իհարկե այսպես ցավակցություն եւ այլն, բայց ավելի ուղիղ քայլերով այդ աջակցությունը, այդ ցավակցությունը չեն հայտնում։ Շնորհակալ եմ։ Նախ օգտագործելով հնարավորությունը թույլ տվեք միանալ բոլոր ցավակցություններին։ Մեր կուսակցության ներկայացուցիչները Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը, մեր ֆրակցիայի քարտուղարը եւ երիտասարդական կազմակերպության ղեկավարը Դանիել Անհենրիխը նույնպես ցավակցել են մեր բարեկամ եւ հարևան Իրանին։ Իսկ ձեր նշած հարցի հետ կապված սրա պատճառները ավելի խորն են, Սրա պատճառները կայանում են նրանում, որ Նիկոլ Փաշինյանը այն սուվերեն ու կես տղեն, էլի, այն որ ինքնիշխան, միստր ինքնիշխանն է ինքը մաքսիմում ինչ կարող է որոշել, այդ օրվա գործուղման կուսակցական ուղևորության ժամանակ կարկանդակ ուտեն, թե եգիպտացորեն։ Այդ է իր մաքսիմում։ Դրանից ավել որոշումները ինքը պիտի համաձայնեցնի։ Այ այդ արդեն ինչպես ժամանակին ասել է պարոն Ծառուկյանը այդ մասին հաջորդ դասին։ Ուստի զարմանալի չի, որ չի ցավակցել։ Իհարկե մանավանդ ձեր նշած փաստերը հաշվի առնելով գործողությունները պիտի լրիվ այն լինեին, բայց սրա պատճառները ավելի խորքում է պետք գտնել։ Երբ Հայաստանում է գտնվում Ամերիկայի փոխնախագահ պարոն Վենսը եւ Հայաստանում Բաղրամյան 26-ից հնչած հարցերից մեծամասնությունը վերաբերվում են Իրանին ու հնչած պատասխանները վստահաբար այդքան էլ գոհացուցիչ կամ ուրախալի չեն մեր հարևան եւ բարեկամ Իրանի համար, կարծում եմ, որ այստեղ թերանում է հենց Փաշինյանն ու իր թիմը։ Դա բարդ չէր նախագահ Թրամփի կամ փոխնախագահ Վենսի ադմինիստրացիային բացատրել են ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Երևանից, Հայաստանի մայրաքաղաքից Իրանին հաթաթա տալու պարագայում։ Ես խիստ կասկածում եմ, որ այդ աշխատանքը արվել է, ավելի տեսնում եմ, որ չի արվել։ Այն նման օրինակ խնդիրների պատճառով վատթարանում են հարաբերություններ, թե ստրատեգիական գործընկերների հետ, թե բարեկամ հարևան երկրների հետ։ Իսկ այդ ամենի պատճառը մեկն է, որ Փաշինյանը մաքսիմում ինչ ինքը կարող է որոշել, դա այդ օրվա TikTok-ը ոնց անել, ինչ երգով եւ ոնց շեղել մեր քաղաքացիների ուշադրությունը։ Կարկանդակով թե եգիպտացորենով։ Շնորհակալ եմ։